Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես հեծի պետականացման հարցի երկրորդ ընթերցման քննարկումը խորհրդարանում կկայանա վաղը։ Առավոտյան ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը 65 կողմ 30 դեմ ձայներով։ ԿՊԱ-ական որոշ պատգամավորներ, որոնք բացակայում էին, գրություններ էին թողել իրենց քվեարկության մասին։ Քվեարկությանը դրում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից ներկայացված հանրային ծառայությունների կարգավորման մարմնի մասին օրենքում լրացում կատարելու մասին եւ էներգետիկայի մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթ առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը քվեարկություն։ Տեղեկացնեմ, որ մեր գործընկերներ Մարիա Կարապետյանը, Արտուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Թորոսյանը կողմ քվեարկություններ են թողել։ Ռուստամ Բաքոյանի ձայնը նույնպես հաշվառեք։ 1 2 3 4 5 65 կողմ դեմ 30 ձեռնպահ 0 որոշումը ընդունվել է։ Հեծի այն աշխատողները, որոնք իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսից կազատվեն աշխատանքից, վարչապետն է հայտարարել։ Facebook-յան էջում Նիկոլ Փաշինյանը գրել է, որ նրանք, ովքեր աշխատակիցներին պարտադրում են հավաքների մասնակցել, եւս կդատվեն։ Հեծի այն աշխատողները, որոնք դիմադրում են առաջին երկու խմբերին եւ հավատարիմ մնում իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր առաջին երկու խմբերին չի ենթարկվելու համար հիմա կազատվեն աշխատանքից, հենց հուլիսի կվերականգնվեն եւ նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի, գրել է վարչապետը։ Իրավապահներն առավոտից խուզարկություններ են իրականացրել Տաշիր գրուպի գլխավոր գրասենյակում։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են քննչական կոմիտեում առանձնապես խոշոր չափի փողերի լվացման եւ առանձնապես խոշոր չափի հարկերը, турքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում։ Հիշեցնեմ, Տաշիր գրուպը գործարար այժմ կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանինն է։ Սա խայտարակ մի օրինագիծ են, բայց օրինագիծ չէ, սա խլելու նույն բոլշևիզմի բնորոշ մի ձև է, աշխարհում նմանատիպ բան դեռ ես չգիտեմ եղել է թե չէ, գիտեմ որ պետականացման գործընթաց եղել է երկու պետությունում, սա էլի բռնապետական իշխանությունների բնորոշ վարքագիծ է։ Հեծը ուրեմն այս տարիների ընթացքում բավական լուրջ ներդրումներ ա արել, սակագնի հետ հարցով որևէ խնդիր չկա, որովհետև այս ընթացքում այս 10 տարիների ընթացքում որ հեծի սեփականատերն է Սամվել Կարապետյանը ընդամենը 4.5 դրամ է ավելացել, դա էլ հեծի բաժինը չի։ Դա ուրեմն այդ 4.5 դրամը դա ուրեմն ատոմականին է, բեցինն է եւ այն որ ամպագորգոր հայտարարություններ անում իբր թե գիտեք ինչ անջատումներ ա տեղի ունենում։ Գնում են ազգային ժողովի ռուբիլնիկը անջատում են, մոռանում են որ խոսափողը մոռացել են որ բան անեն։ Գնում միտեղ բացելու, այսինքն հում կոմպլեքսա ինչա բացելու, թե բարձում է որ բեցի տիրույթում է, ասենք բեցի խնդիրն է։ Երեք ուրեմն Խուդաչյանը խոսում ասում է մենք բազմաթիվ լուրջ խնդիրներ ունենք, ուրեմն մեր ուրեմն ծրագրերը իրականացնելու գրաֆիկից հետ են գնում, որովհետև մեր մոտ թալանում են, մեր մոտ բան են անում, ասում է, ուրեմն կոռուպցիան շատ է, ասում է, շինարարները լավ չեն աշխատում։ Այսինքն տեսեք ինչ ասում է բեցը որ պետության տիրույթում է, անարդյունավետ է կառավարում, 1000 հետ պատճառ է բռնում, որ անարդյունավետ է կառավարում։ Իսկ կոնկրետ հեծը որ այս տարիների ընթացքում նորմալ կառավարում է գնացել, բարձա որ կլինեն դժգոհություններ, իդեպ ես ձեզ ուզում եմ ասել, հիշեցնել, որ ես էլ օրինակ բազմաթիվ դիմումներ եմ ուղարկել, որտեղ որ ասենք քաղաքացու գույքը վնասվել է, այդ բոլորի հարցով ինձ պատասխան են ուղարկել, որ իրանց փոխհատուցումը տրվել է, այսինքն թե Մեսրոպյանը, թե դրանից առաջ Բաղրամյանը հեծում խնդիր չեն հայտնաբերել։ 2024 թվականի եզրակացության մեջ ամեն ինչ համարել են իդեալական։ Հենց սատարում է եղել է Մարիա Թորսուրբ Էշմիածին, պարզվել է որ հեծը լավ չի աշխատում։ Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ գլխավոր դատախազը։ Փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն է հայտարարել։ Վարդևանյանը նման դեպք չի հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի։ Նա նշել է, որ գործը մեկ առանձնահատկություն ունի, այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Ըստ նրա Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է իշխանության զավթման հստակ կոչ, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես արկա չէ որևէ կոչ։ Ըստ Վարդևանյանի Կարապետյանը հետապնդվում է հայ առաքելական Սուրբ եկեղեցում պաշտպանելու համար։ Ենթադրում եմ,
գործընկերները իրավապահարներին գիտակցում են, որ տվյալ դեպքում չկա որևէ կոչ, այսինքն նվազագույն լեզվաբանական իմաստով ևս, արդեն փորձում են այլ մարտավարություն իրացնել, որ ենթադրաբար հայտարարությունը իր մեջ կոնտեքստի ինչ-որ հանգամանքներից ելնելով կարող է պարունակել կոչի տարեր, կներեք, ես մի բան ասեմ, մենք որպես իրավաբաններ, հատկապես քրեական արդարադատության դիտույթում չենք կարող աբստրահվել կոնկրետ հանգամանքներից։ Տվյալ դեպքում, եթե խոսքը նրա մասին է, որ քննչական կոմիտեի կողմից հրապարակվել էր, բայց կարծես մինչև քննչական կոմիտեն դա հրապարակվել էր քաղաքական պաշտոնյաների կողմից, ինչ որ թղթի մասին, որը A4 ֆորմատի թղթի վրա ինչ որ անուններ էին դրված եւ այլն, կներեք դրանով մարդուն ինչ որ անուղակի թեկուզ մեղսագրման աբսուրդ է։ Այն որ արդեն աբսուրդի հետ փորձում ենք աբսուրդի շրջանակը լայնացնել, նույնիսկ այդ մասով իհարկե գիտեք, ես միշտ լավատես եմ, չեմ կարծում, որ նման իրավիճակում հայտնվենք։ Միգուցե պարզապես փորձում են անուղակի, այսպես ասած, մի տվյալներով ասել, որ տվյալ դեպքում չնայած հայտարարություն է, բայց քանի որ իրավիճակ է եղել, դրա համար միգուցե եկեք դիտարկի կոչ, բայց սա շատ դժվարանում են մեկնաբանել, որտեղ կարծում եմ ինքն է երևի թե հենց հասցեատերը պարոն Պողոսյանը մի բան կարող եմ ասել, հստակորեն կարող եմ ասել։ Սամվել Կարապետյանի գործողությունների մեջ ուղղակի թե անուղղակի որևէ ոչ իրավաչափ գործունեություն չկա։ Ավելին այս քրեական գործը ստեղծում է մի իրավիճակ, որ ստացվում է մայր աթոռին պաշտպանելու համար կարող ես քրեական հետապնդման ենթարկվել։ Իդեպ մայր աթոռին են պաշտպանելու շրջանակներում խոսքը կարող է լինել ոչ դուրեկան, խոսքը կարող է լինել վիրավորական, խոսքը կարող է լինել ցնցող։ Իդեպ սա բառացի մեջբերումներն են Եվրոպական դատարանի եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումներից։ Ավելի մի հետաքրքիր Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված հանգամանք նշեմ 2008 թվականի հոկտեմբեր ամսին ՍԴՎ 766 որոշմամբ ժամանակագրություններ չէ, իսկապես հետաքրքիր նշեցի, Սահմանադրական դատարանը արձանագրել էր, որ իրավաչափության շրջանակներում է նույնիսկ սուր պահանջը հրաժարականի դրա վերաբերյալ կոչը հավաքներ անելու եւ պատկերացնում եք շրջանակ։ Այս պարագայում, երբ անձը ներկայացնում է իր հայտարարությունը մայր աթոռին պաշտպանելու վերաբերյալ, իսկ մենք բոլորս տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն ակնհայտ է, նույնիսկ միջազգային մամուլն է գրում նրա մասին, թե ինչ է կատարվում Հայաստանի գործադիր իշխանություն մայր աթոռ իրավահարաբերություններում պաշտպանելու խոսքը այո կարող է փաստորեն վերացնել նաև քրեական հետաքրքրություն։ Միքայել Սրբազանը պարտավոր է դիրքորոշումը փոխել, հաշվի առնելով երկրի այժմյան մարտահրավերները։ Լրագրողների հետ զրույցում ասել է ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով Միքայել arczepiskopos Աջապահյանին վարչապետի թեկնածու առաջադրելու եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, որից Սրբազանը հրաժարվել է։ Հովիկ Աղազարյանը համակարծիք չէ այն պնդման հետ, որ նման առաջարկով իշխանության ջրաղացին ջուր են լցնում, հաստատելով, որ հոգեվորականները քաղաքականությամբ են զբաղվում։ Միքայել arczepiskopos Աջապահյանն անառարկելի հեղինակություն է եւ նրա անձի շուրջ կոնսենսուս կա, ասել է Աղազարյանը։ Ակնհայտ անհանգստություն կա, որ մենք կանգնած ենք մարտահրավերների առաջ, մեր պետությունը կանգնած է մարտահրավերների առաջ, որի լուծումները կամ կառավարումը ահագին անհանգստություն է մեր մոտ առաջացնում, կապված, ասենք, վերջին իրադարձությունների հետ, Ալիևի եւ այլ արտահայտությունների պահով։ Հիմա եթե հոգեվորականը բոլորի կողմից ընդունված եւ հարգված գա եւ 6-7 ամսով զբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ բոլոր քաղաքական ուժերը իրենց ծրագրերով ներկայանան ժողովրդին եւ գնանք 26 թվականի ընտրություններին, այստեղ դա նշանակում է, որ հոգեվորականները կամ հոգեվորականությունը զբաղվում է քաղաքականությամբ, ոչ, հոգեվորականները մեր խնդրանքով, պատգամավորների խնդրանքով ընդհանրապես օգնում են այս ճգնաժամից դուրս գալու համար եւ դա նույնպես չի։ Կամ ինչ որ երաշխի, որ այնուհանդերձ կհամաձայնի, քանի որ արդեն մերժել է առաջարկել։ Ես վախենում եմ իմանալից նախ խոսքեր ասեմ, որ վնասեմ այդ գործընթացին, որովհետեւ Միքայել Սրբազանը ասենք ես ինքս կներեք անհավատս խորը հարգանք եմ ունեցել այդ մարդու նկատմամբ
չճանաչելով իրեն։ Ես մի անգամ իրեն տեսել եմ, հանդիպել եմ 24 նյուզից դուրս գալուց եւ որ ինքը ներս էր մտնում հարցազրույցի, ես հարցազրույցից դուրս էի գալիս։ Ես իրեն չեմ ճանաչել, բայց իր շատ հարցազրույցների, շատ բաների հետևել եմ եւ տեսնում եմ, որ այդ մարդը շատ ծանրակշիռ մարդ է եւ հարգանք ա վայելում եւ շատ ներողություն։ Մենք ամեն մեկս որ մենակ մեր գլխի տերը չի, նույնպես եւ նաեւ Միքայել Սրբազանը իր գլխի տերը չի, որտեղ ինքը նիշա է զբաղեցրել, շատ կարևոր նիշա է զբաղեցրել եւ հետեւաբար կներեք 1000 անգամ ներողություն ինքը պարտավոր է, իր դիրքորոշումը փոխի։ 1000 խնդրում եմ, իհարկե խնդրանքով եմ դիմում բնականաբար, բայց ես կարծում եմ, որ ինքը այն անձնավորությունը, որ հաշվի առնելով իր հեղինակությունը հասարակության մեջ հաշվի առնելով նորից եմ ասում պետության տարածած մարտահրավերները ինքը պարտավոր է։ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը հույս ունի, որ եթե անգամ Միքայել Աջապահյանը մտադրությունը չփոխի, իրենց ընդդիմադիր գործընկերները նույն համերաշխությամբ ու համախմբվածությամբ կմիանան իմպիչմենթի գործընթացին։ Հարցին արդյոք քաղաքացիական պայմանագիր խմբակցությունում կան անդամներ, որոնց հետ կարելի է գործակցել, Մամիջանյանը դրական պատասխան է տվել, բայց անուններ չի նշել։ Կախված Աջապահյանի arczepiskoposi որոշումից, եթե այն փոխվի, մենք մեր հայտարարության մեջ հայտարարածին, նշվածին տեր ենք լինելու, ակնկալում ենք նաև, որ մեր գործընկերները հակառակ պարագայում տեր կլինեն մյուս հատվածին, այն է, եթե չլինի Աջապահյանի, arczepiskopos Աջապահյանի համաձայնությունը, ապա իրենք նույն համերաշխությամբ եւ Չանասիրությամբ կմիանան համախմբվածությամբ շնորհակալություն կմիանան մեր արդեն իսկ մեկնարկած գործընթացին։ Ես ունակ չեմ միաժամանակ 10 հարց լսել ժողովուրդ։ Այդ մամուլություն եղավ, որ Սերժ Սարգսյանը կաթողիկոսի դիպլոմով համոզել է։ Դա մամուլ չի, դա սուտասանների եւ Փաշինյանին սպասարկողների հավաքույթը։ Ես նման կեղտ չեմ մեկնաբանում։ Պարոն Մամիջանյան, բայց մի երկրորդ նախագահի թիմակիցներն այդ օրը որոշակի մեղադրանքներ ուղղեցին հերթական անգամ ասելով, որ պատիվ ունեմ այդ տարածած հայտարարությունների ժամանակ, երբ արդեն Միքայել Աջապահյանը հրաժարվել էր վարչապետի։ Ժամանակային շատ պարզ կարելի է նայել, որ այդ երկու իրադարձությունները փաստացի հրապարակման տեսանկյունից տեղի են ունեցել միաժամանակ, եթե չեմ սխալվում, Զոհրաբյանն առաջինը հրապարակել arczepiskoposi արձագանքը իր տեխնացիոն առաջադրման գաղափարին այն ժամանակ, երբ որ դա տեղի ունեցել, ես զբաղված էի հայտարարության տեքստի սրբագրմամբ եւ հրապարակմամբ։ Կարծում եմ դա ներողություն եմ խնդրում, ակնհայտ է եւ հույս ունեմ, որ ձեր ձևակերպումը թե երկրորդ նախագահի աջակիցներն են դա տարածում, չի համապատասխանում իրականությանը, որովհետև ժամացույց հույս ունեմ բոլորը ունեն։ Գիտեք, կան մարդիկ, որոնք իրենց անվանում են երկրորդ նախագահի աջակիցներ, բայց երկրորդ նախագահի թիմը անդադար իրենցից ուզում է խուսափել։ Եվս մեկ անգամ վերահաստատեմ, այն մարդիկ, ովքեր փաշինյանական քարոզչություն են տարածում, չեն կարող լինել որևէ ընդդիմադիր գործչի աջակիցներ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը բացառում է արտահերթ ընտրությունների անցկացումը։ Լրագրողների հետ զրույցում պատգամավորն արձագանքել է ընդդիմության որակումներին, թե անգամ մանր հարցեր չեն կարողանում լուծել, ինչպես են մեծ խնդիրներ լուծելու։ Անդրադառնալով նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի թեկնածությանը, պատգամավորը ճշտել է. արդյոք խոսքը ռազմական հեղաշրջման կոչեր արած մարդուն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին է։ Մարդու, որն իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորում էր Հայաստանում մարդկանց սպանել, մարդկանց գյուլել։ Այն մարդուն, որ ռազմական հեղաշրջման կոչեր արել, իրանք դիտարկում են որպես վարչապետի թեկնածու, դա հաջորդ զարգացում է։ Այն մարդուն, որ նաև իր աջակցությունն է հայտնել ահաբեկչական խմբին, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց սպանել, որը պլանավորած է եղել Հայաստանում մարդկանց գյուլել, որը պլանավորած է եղել գյուլվածների ընտանիքին նաև կոմպենսացիա տալ այն մտքով, որ այն մարդիկ, որ իրանք պետքա գյուլեին, ընտանիքներին կոմպենսացիա պետք տային, այդ ընտանիքներն է պետքա գոհ լինեին, այդ խայտառական բարոյականության կրողներին են առաջարկում Հայաստանում ինչ-որ պետական պաշտոնի ընտրել, այն էլ վարչապետ, լուրջ են ասում։ Դուք արտահերթը բացառում եք ընտրությունը։ Հա, իհարկե, դրա նախադրյալը ո՞րն է որպես այդպես։
Միշտ նախադրյալ կարգահերթ ընտրությունների ես նման բան չեմ տեսնում առհասարակ։ Ընդդիմադիրներն արձագանքում են, ասում են, որ այս իշխանությունը ինչին կպնում է, նախ տապալում է եւ անգամ օրինակներ էին բերում, օրինակ ասում են, այս ընթացքում անգամ չեք կարողանում միջև հիմա հստակեցնել, պետք է խանութներում տոպրակ տրամադրել, աղը պիտի դրվի սեղանին, թե չէ, անգամ այս մանր հարցերը չլուծողները խոսում են մեծ ծրագրերից։ Եվ սա ամենայնիվ խլելու գործընթաց չէ։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր ծակ շապիկներով եկել են Հայաստանում իշխանության Ղարաբաղից, առանց Հայաստանի քաղաքացիության դարել են Հայաստանում նախագահ, հետո Հայաստանի ժողովրդին պատկանող հեծը ուշադրություն 12 միլիոն դոլարով տվել են սրան նրան, այդ մարդիկ են ասում, որ մեր ձեռին չի կպնում բանալինում։ Այդ այն մարդիկ են ասում, ովքեր որ պատից կախ չտեսնելով դարել են ԶՊՄԿ-ում օրինակ բաժնետեր, այդ մարդիկ են ասում։ Բնականաբար նրանց այդ բիզնես ունակությունների ու մնացածի հետ մենք համեմատվել բնականաբար չենք կարող։ Ու այս խոսույթը ինձ թվում է դուք շատ եք լսում, չէ՞։ Այ այդպես բարբերաբար դաշտան է թվում, այ որ դուք պաշտոն չունենաք, դուք ով եք, գիտեք ինչի մասին է այդ խոսույթը։ Օրինակ ես որպես падգամավոր, որ պահին պաշտոն չունենամ, այդ պահին ես միլիարդ հատեր չեմ ըլնել։ Այսինքն ես պետական պաշտոնը չեմ օգտագործում անձնական ունեցված կուտակելու համար։ Դիցուկ օրինակ Ռոբերտ Քոչարյանի պես, որ մենակ պաշտոնական հայտնաբերված այս պահին թվերով 200 միլիոն դոլարի ունեցվածք ունի, որը պահանջվում է պետականացնել։ Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում Հայաստանում կոնկրետ հանրային դերակատարների խտրական խոսքի դրսևորումները անձանց կրոնական համոզմունքների կամ դրանց բացակայության հիմքով։ Ծավալուն հայտարարության մեջ պաշտպանը որպես Հայաստանում մարդու իրավունքների խթանման գործառույթ իրականացնող պաշտոնատար անձ պահանջում է բոլոր պաշտոնատար անձանցից, հանրային գործիչներից, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին բացառել այնպիսի խոսույթի օգտագործումն ու այնպիսի գործունեությունը, որը պարունակում է իրավունքի ժամանակակից չափանիշներին հակասող դրսևորումներ, այդ թվում արտահայտող ատելության խոսքի տեսքով։ Անահիտ Մանասյանը վերահաստատում է դիրքորոշումն առ այն, որ մտքի խղճի ու կրոնի ազատության առնչվող հարցերը պետք է կարգավորվեն հիմնվելով պետություն, կրոնական կազմակերպություն գործակցության արդյունքի վրա եւ հաշվի առնելով յուրաքանչյուրի դերակատարության թույլատրելի սահմանները։ Գործընթացներին առնչվող բոլոր հանգամանքների հնդածած վերլուծության արդյունքում ձևավորված վերջնական դիրքորոշման առնչությամբ պաշտպանը հանդես կգա հրապարակային։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեության ապօրինի մասնակցելու համար։ Քրեական վարույթով նախաքննություն ավարտվել է եւ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Նախաքննությամբ պարզվել է, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնելով բարձր պաշտոններ օրենքի խախտմամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեության իր վստահված անձանց միջոցով, նպաստել, որ իր շրջապատի անձինք, այդ թվում ՄԲ-ն ներգրավեն բիզնեսում։ Մասնավորապես ապահովել է բիտումի գործարանի հիմնումը, տարբեր ընկերությունների միջոցով բաժնեմասեր են փոխանցվել նրա հարազատներին եւ հաջակցություն է ցուցաբերվել փոխկապակցված ընկերությունների տնտեսության շահերի առաջմղմանը։ Երկու տրանսպորտային միջոցի մասնակցությամբ ավտոպատահարի մասնակից վարորդները պարտավոր են պատահարից հետո 20 րոպեի ընթացքում թողնել պատահարի վայրը, տրանսպորտային միջոցը տեղափոխել օրենքով չարգելված այլ վայր, եթե այն պատահարի հետևանքով չունի տեխնիկական այնպիսի անսարքություն, որի դեպքում արգելվում է մեքենայի շահագործումը։ Այս մասին ազգային ժողովի արտահերթում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր նախագծի համահեղինակ Էդուարդ Աղաջանյանն է հայտարարել։ Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը ևս կարևորել է նախագիծը նշելով, որ խցանումների պատճառ են հանդիսանում նաև ճանապարհատրանսպորտային պատահարները։ Իսկ ինչպես են հասկանալու շահագործումն արգելվում է թե ոչ, հարց է բարձրացրել Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օրենսդրական բարեփոխման արդյունքում օժանդակել արհեստական խցանումների առաջացման ռիսկերի նվազեցմանը, հաշվի առնելով դրանց հետևանքով առաջացող սաստկալի հաճախ ժամեր տևող խցանումները, որոնք իրենց հերթին ունենում են անասելի բացասական թե անվտանգային, թե տնտեսական, թե բնապահպանական եւ թե առողջապահական հետևանքներ մեր քաղաքացիների համար։ Օրենքների նախագծերի սույն փաթեթը վերաբերելի է միայն թվով 2 ավտոտրանսպորտային միջոցների մասնակցության պատահարներին, երբ առկա է միայն գույքային վնաս եւ կողմերն ունեն համաձայնություն մեղավորության վերաբերյալ։ Առաջարկվելիք օրենսդրական փոփոխությունները կվերաբերվեն ապահովագրական պատահարների ընդհանուր թվի շուրջ 85%-ին համաձայն
ԱՍՎԱ համակարգի տեխնիկական սպասարկումն ապահովող Բիվակ Հայաստան ընկերության կողմից տրամադրված գրավոր տեղեկատվության։ Հիմա խնդիրն ինչ է, արհեստական խցանում ստեղծելու համատեքստում է հարցը ստրվում։ Դուք ասում եք մեքենան պետքա հեռացնես, եթե այնպիսի վթար, այնպիսի վնաս չկա, որի դեպքում արգելվում է շահագործել։ Այսինքն միջին վարորդը ինքը տեսնում է, որ մեքենան խփած է։ Ինչ որ մի հատ հեղուկ է հոսում, չգիտի դա անտիֆրիզ է, յուղ է, ջուր է, ինչ որ գոլորշի է բարձանում։ Այդ մարդը չունի այդքան գիտելիք, որ ասի վթարը, վնասը, որ ինքը ունի, արդյոք դա դեպքում թույլատրվում է շահագործել, թե չէ։ Եվ իր մոտ գնում է դեպի ավելի ապահով գործունեության ընտրությունը։ Այսինքն չքաշեմ, թողան տեսնեն շահագործելու իրավունք ունեմ, թե չունեմ։ Այս պարագայում ձեր օրենսդրական նախաձեռնությունը ինչ լուծում է առաջարկում։ Չնայած կրկնում եմ, այո, մի թեթև երկրներ խազել գնացել են, առավոտյան ժամը 8:30-ից մինչև 10:30 խցանում է, որ ընդունելի չի։ Բայց խնդիր կա, որը իմ կարծիքով կամ միգուցե ես լավ չհասկացա, եթե բացատրեիք ավելի լավ կա։ Տեսեք, պարոն Խաչատրյան, ուրեմն այս ձևակերպումը առաջարկվել է ներքին գործերի նախարարության կողմից, որովհետև օրենքով սահմանված են այն դեպքերը, որոնց պարագայում ավտոմեքենան շահագործելը չի թույլատրվում։ Ես ասում եմ, որ օրենքով դա նախատեսված է։ Երկրորդը, քանի որ բովանդակային առումով այս օրենքը ըստ էության առնչվում է ձեր կողմից նշված այդ փոքր խազերին, այդ դեպքերում ձեր կողմից նշած դեպքերը վերաբերելի չեն։ Այսինքն, երբ որ բախումը կամ վթարը այն աստիճանի ուժգին կլինի, որի արդյունքում ինչ-որ բաներ պետքա դուրս թռնեն ավտոյից, ծուխ գնա բան եւ այլ, բնականաբար այն դեպքերը չեն, որը քննարկման առարկա է։ Եվ ուզում եմ նաեւ տեղեկացնել, որ բարեբախտաբար այս դեպքերը իրենցից կազմում են մոտավորապես 80-ից ավել տոկոս դեպքերը ընդհանուր վթարների, ինչը վստահաբար էական փոփոխություն կստեղծի այս օրենքի ընդունումից հետո։ Շատ կարևոր նախագիծ է պարոն Աղաջանյանի եւ մեր падգամավորների ներկայացրած նախագիծը, ինչը անմիջական ազդեցություն է ունենալու մեր ճանապարհների թողունակության վրա։ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչը ճանապարհների թողունակությունն է եւ մենք տեսնում ենք ամեն օր խցանումներ, որոնք առաջանում են ճանապարհատրանսպորտային պատահարներից, ինչը լրջորեն վնասում է երթևեկությունը, էկոլոգիական խնդիրներ է ստեղծում, 100,000 դրամ վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում հնարավոր է ամբողջ տնտեսությանը մեր քաղաքացիներին մի քանի միլիոնի վնաս պատճառվի, ժամերով կանգնում են, շարժիչ են գործարկում, էկոլոգիական խնդիրներ, ժամանակ, այդքան վառելիք, բայց որ ուսումնասիրում ես, տեսնում ես այդ վթարը ընդհանուր 100-150-200,000 դրամի վնաս ունի, բայց արդյունքում պետությանը հասցնում է միլիոնների վնաս եւ շատ եմ կարեւորում այս նախագիծը։ Պարոն Աղաջանյան, գուցե ավելի խորը չենք ուսումնասիրել, հետեւյալ առաջարկություն անեմ, երևի հանձնաժողովում քննարկենք, տեսեք։ Նշում ենք, եթե շահագործման անսարքությունների ցանկում վնասվածք չկա, նոր այդ ժամանակ մեքենան պետք է հեռացնի բանուկ մասից երթևեկելի։ Տեսեք, անսարքությունների շարքի մեջ է մտնում նաեւ անսարք անվադողը, լուսարձակը, դիմապակին, հետևաբար համարյա բոլոր վթարների դեպքում այս նշածներիցս ինչ-որ մի բան վնասված է լինելու, անգամ լուսարձակը եթե վնասվեց, տրանսպորտային միջոցի շահագործումը արգելվում է, այսինքն այս նորմը չի գործելու, հետևաբար առաջարկում եմ փոխել այս նորմը, քննարկենք, փոխենք, որ ոչ թե տրանսպորտային միջոցների անսարքությունը շահագործումը արգելող անսարքությունների դեպքում է գործում այս նորմը, այլ ուղղակի անհնարինությունը, երբ որ շահագործման անհնարինություն կա, այդ դեպքում նորմը չգործի, առաջարկում եմ սա փոխել, շնորհակալություն, այսքանը։ Խորհրդարանը նաև առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք այլ նախագծեր, այդ թվում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում փոփոխությունների նախագիծը։ Փաթեթին կողմ է քվեարկել 62 դեմ 27 պատգամավոր։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ միջազգային թեմաներին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ Երեկ երեկոյան պարզ դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 3 տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ։
Հաղորդվում է, որ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Պուտինի հետ զրույցի վերաբերյալ խոսել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մակրոնի գրասենյակը տեղեկացրել էր, որ մոտ 2 ժամ տևողությամբ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Ուկրաինայում հրադադարի եւ խաղաղ բանակցությունների մեկնարկի օգտին։ ԱՄՆ-ն դադարեցրել է Կիևին զենքի որոշ տեսակների մատակարարումները, հայտնել է Սպիտակ տունը։ Նման որոշում է ընդունվել այն բանից հետո, երբ Պաշտպանության նախարարությունը վերանայել է այլ երկրներին ռազմական աջակցության տրամադրումը։ Ըստ Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելիի, որոշումը կայացվել է Ամերիկայի շահերը առաջին տեղում դնելու համար։ Զենքի մատակարարումները կասեցնելու որոշումից շաբաթներ առաջ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը հրահանգել էր գնահատել ԱՄՆ-ում զինամթերքի պաշարները, որոնք սպառվել էին Ուկրաինային զենք մատակարարելու եւ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով։ Ըստ աղբյուրների մատակարարումները կասեցվել են, քանի դեռ կատարվում է գնահատում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը USAID-ին, ինչպես նախատեսված էր պաշտոնապես դադարեցնում է արտասահմանյան օգնության բոլոր ծրագրերը։ Նշվում է, որ օգնություն տրամադրելու այն ծրագրերը, որոնք չեն հակասում ԱՄՆ կառավարության ներկայիս քաղաքականությանը, այժմ կիրականացնի անմիջապես պետքարտուղարությունը, այլ ոչ թե USAID-ին։ Մարտին ԱՄՆ-ն որոշել էր կրճատել USAID-ի ծրագրերի 83%, ազգային շահերին չհամապատասխանող ավելորդ ծախսերի պատճառով։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մազուդ Փեզեշքյանը հուլիսի 2-ին հրաման է արձակել կիրառելու երկրի խորհրդարանի ընդունած օրենքը ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության կասեցման վերաբերյալ։ Ավելի վաղ հունիսի 25-ին Իրանի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որով կասեցվել է Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցությունը։ Նշվում է, որ Իրանի խորհրդարանը հաստատել է այս օրինագիծը մեղադրելով ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին Իրանի դեմ կողմնակալ զեկույց հրապարակելու մեջ, որը լիովին հակասում էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ իրականությանը, այդպիսով ճանապարհ հարթելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ սիոնիստա-ամերիկյան ագրեսիայի համար։ Խորհրդարանական օրինագիծն անմիջապես վավերացվել է Սահմանադրական խորհրդի կողմից։ Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կերպ չեն նպաստում Մոսկվայի եւ Բաքվի միջև հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա անդրադարձել է Բաքվում Սպուտնիկ Ադրբեջան լրատվական գործակալությունում անցկացված խուզարկությանը եւ գործակալության ղեկավարի ու գլխավոր խմբագրի կալանավորմանը։ Զախարովան նշել է, որ գուցե ինչ-որ մեկին դուր չի եկել որևէ նյութ, սակայն ոչ մի դժգոհություն չի ներկայացվել լրատվամիջոցին կամ լրագրողներին։ Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը համագործակցում են տարբեր ոլորտներում եւ լավ հարաբերություններ ունեն։ Հունիսի 27-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում, ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։ Ձերբակալությունների ընթացքում 2 մարդ մահացել էր։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ եւ արդեն հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական Սպուտնիկ Ադրբեջան գործակալության գրասենյակում, որի ղեկավարը եւ գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։ Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև Ռուսաստանի Դաշնության 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու եւ կիբերհանցագործությունների մեջ։ Ռուսաստանում էլ բերման է ենթարկվել Եկատերինբուրգում ադրբեջանական Սփյուռքի առաջնորդ Շահին Շիխլինսկին, որին հարցաքննությունից հետո ազատ են արձակել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի։ Այս մասին նա հայտնել է իր սոցիալական հարթակում։ Առաջարկված համաձայնության ընթացքում, ըստ Թրամփի, աշխատանք կտարվի բոլոր կողմերի հետ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
Կատարցիները, եգիպտացիները, ովքեր այդքան ջանադրաբար աշխատել են խաղաղության հասնելու ուղղությամբ, կներկայացնեն վերջնական առաջարկը։ Հուսով եմ հանուն Մերձավոր Արևելքի բարեկեցության Համասը կընդունի գործարքը, որովհետև ոչինչ ավելի չի լավանալու, ամեն ինչ միայն ավելի է վատթարանալու, գրել է ԱՄՆ նախագահը։ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը հայտնել է, որ Իսրայելը միանգամայն պատրաստ է հրադադարի, սակայն առայժմ պարզ չէ, արդյոք Համասը կընդունի առաջարկված համաձայնագրի պայմանները։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք այգում կանեփ նկուղում թմրանյութ աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Համայնքային ոստիկանության աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ եւ ապօրինի պահում թմրանյութ։ Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը։ Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում պոլիէթիլենային տոպրակ, որը լցված էր մոտ 85 գրամ մարիխուանայի նմանվող տեղնականաչավուն զանգվածով։ Տանտերը հայտնեց, որ ինքն է աճեցրել կանեփը։ 54-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Վիվան 20 տարեկան է, տոնական միջոցառմանը ընկերությունը ներկայացրել է զարգացման հիմնական ուղղություններն ու ապագայի տեսլականը։ Վիվան նշել է իր հիմնադրման 20-րդ տարին։ Վիվայի առաջին զանգը կատարվել է այս հեռախոսով 2005-ի հուլիսի 1-ին։ Տոնական մթնոլորտում անդրադարձ է կատարվել անցած 2 տասնամյակի հաջողություններին, ներկայացվել են ընկերության ռազմավարական տեսլականն ու ապագայի հավակնոտ ծրագրերը։ Վիվայի բաժնետեր Կոստանտին Սոկոլովը ներկայացրեց ընկերության վերափոխումը բջջային կապի առաջատարից մինչև տեխնոլոգիական եւ թվային առաջատար, սրընթաց զարգացող համաշխարհային հեռահաղորդակցային շուկայի պայմաններում։ Սոկոլովը ներկայացրեց զարգացման հիմնական ուղղություններն ու բիզնես տեսլականը։ Այսօր Վիվան նշում է իր 20-ամյակը, առաջին զանգին հաջորդող 2 տասնամյակ անց։ Զանգ, որը կատարվել է այն պայմաններում, երբ Հայաստանում ինտերնետի թափանցելիությունը կազմում էր ընդամենը 6%։ Այս ընթացքում ընկերության ցանցին միացել է 2.3 միլիոն հաճախորդ, որոնցից 80%-ը օգտագործում է բջջային ինտերնետ։ Վիվան դարձել է երկրի թվային վերափոխման հիմնական շարժիչ ուժը։ Վիվայի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Գասպարյանն անդրադարձավ ժամանակակից հասարակության կյանքում հեռահաղորդակցության ռազմավարական նշանակությանը։ Կապը դարձել է անվտանգություն, ապահովություն, եւ առանց որի մենք չենք կարող պատկերացնել մեր առօրյան։ Գաղտնի չէ, որ կապի ոլորտը շատ կապիտալատար է եւ պահանջում է վրանացավար երկրներ, որպեսզի կապի ոլորտը պահպանես եւ բարելավես։ Այս առումով ես պատիվ ունեմ ասելու, որ բաժնետերի կողմից ընդունված բյուջեով 2025 թվականի միայն մոբայլ ցանցի կապիտալ լեզվի բյուջեն կազմում է 23 միլիարդ դրամ։ Վիվայի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ներկայացրեց կառավարման ճկուն համակարգերի դերը կայուն առաջընթացի հարցում։ Գլխավոր տնօրենը նաև կարևորեց այն, որ տարիների ընթացքում Վիվայի կայուն զարգացումն աճի հնարավորություններ է ստեղծել հասարակական ու մասնավոր ոլորտի շատ կազմակերպությունների համար։ Վիվան կորպորատիվ կառավարման եւ բիզնես նախագծերի արդյունավետ համակարգերի ներդրման մոդել է։ Յուրաքանչյուր հաջողության ետևում կանգնած են մարդիկ, Վիվա ընտանիքի հին ու նոր անդամներ, նվիրված, պատվախնդիր, փորձաշատ ու նորարար։ Հայաստանը քայլում է համաշխարհային զարգացումներին համընթաց, շնորհիվ երկրում նորարարությունների շարունակական ներդրման, եւ այդ գործընթացում Վիվան մեծ դեր ունի։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս, սա իրապես գեղեցիկ մի ճանապարհի մասին է այս պատմությունը, շնորհավորել եւ նորանոր հաջողություններ մաղթել Վիվային։ Կարծում եմ ինքնին անունը ամեն բան ասում է։ Կեցե Վիվան, շնորհակալություն։ Միջոցառման ընթացքում մեծարվել եւ պարգևատրվել են նաեւ այն աշխատակիցները, որոնք Վիվայում աշխատել են 20 տարի, զգալի ներդրում ունենալով ընկերության կայացման գործում։
Եվ եղանակ վաղը երեկոյան հնարավոր է կարճատև անձրև եւ ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-ից 7 նիշով։ Այսքանը հիշեցնեմ թողարկումից անմիջապես հետո վերլուծությունն է, որի թեման հեծի պետականացման նախագիծն է, բաց չթողնեք, հաջողություն։